Արմավիրի բանտում 4-րդ տեղամասի դատապարտյալը փորձել է ինքնասպան լինել, այս մասին հաղորդել է Արմլուրը, նշելով, որ վերջինս իրանահայ է։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ ազատազրկվածի քայլը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից։ Մարտի 12-ին արտահոս դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 10-15-ի սահմաններում ոստիկանությունը մահազանգ է ստացվել, որ մոլդովական փողոց 19 դրոփ 1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եւ նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել է ոստիկան մոտենա։ Ոստիկանության նոր-նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեում բռնության ենթարկված մի երեխայի շրթունքի վնասվածքով կապտուկներ մարմնի ու պարանոցի հատվածում ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է Ուիկմոր բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է եւ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում 35-ամյա մայրը հատկացված սենյակում բղավել է երեխայի վրա, որից հետո մի քանի հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա մահճակալից գցել է հատակին եւ քարշ տվել, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտե։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մոտ 1 ամիս առաջ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ 2 եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, իշխել յուրաքանչյուրի դերը եւ արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել եւ կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։ Մարտի 3-ին հերթական հանցանքը կատարելուց հետո վերադառնալիս Լոռում քրեական ոստիկանները կանգնեցրել էին Ռենո եւ Շևրոլե Մակնիշի մեքենաներ։ Դրանցում գտնվող կազմակերպիչ եղբայրներն ու եւս 5 հոգի բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել էին Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում եւ նրանց անձնակահուզարկությամբ հայտնաբերվել էր Արջհովիտ գյուղի մի տնից հափշտակված գողոնը, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Հետագա օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացվել էր փաստական տվյալներ, որ արտերկրում բնակվող քրեական ենթամշակույթ կրող մեկը օգտագործելով վանաձորցի եղբայրների ունեցած ազդեցությունները, նրանց միջոցով դիմել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մի բնակչի, որ վերադարձնի իրեն պարտք 300,000 ռուսական ռուբլին կամ ավտոմեքենան։ Եղբայրներն էլ գործել են քրեական ենթամշակույթում ձևավորված վարքագծի համաձայն։ Պարտք գումարի 50%-ը իրենց վերցնելու դիմաց կազմակերպել են հավաք եւ խնդրի շուրջ ծավալել պարզաբանումներ։ Այդ դեպքի արդիվ եւս Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հատկանիշներով։ Վանաձորցի եղբայրները կալանավորված են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Մարտի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կիլոմետրի հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բնիր վարած Opel Astra Մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկիլի գոտուց եւ մոտ 100 մետր գլորվելով քարերին բախվելով հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ П, 22-ամյա Արմենակ Խ եւ 22-ամյա Լևոն Ան տեղում մահացել են։ Քաղաքացիները, հրշեջ փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները Պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողների հետ մահացածների մարմինները մեծ դժվարությամբ մոտեցրել են դիատարին։ Բոլոր մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս տարբեր հատվածներում։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ քննիչի հանձնարարականով մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենան Պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողների օգնությամբ հատուկ ճոպանի միջոցով դուրս է բերվել երթևեկելի գոտի, որն էլ ավտոքարշակով տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժին։